Այսօր աննարին ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր պետք է պետությունը հնարավորություն տա ժողովրդին աշխատելու։ Աստծո կամոք Աստված մեզ ինչ ա տվել։ Ինչ ունի մեր պետությունը հարստություն, հանքարդյունաբերություն, բնություն, հողատարածքներ, վարելահողեր, որ կարողանաս ճիշտ կազմակերպես, որ երկրում ինչա պետք։ Կարողանաս արտանես հիմա ասենք այս տարածքներում, որ կարողանան սառնարաններ կառուցեն, օրինակը ծառայել եմ, մենակ ես, որպես անհատ չեմ կարա, Վարդենիսում խոսում էին, եկել են Սարիվանստել են, ժողովուրդը ուզում էր գնար, որ ցույց տվեցին, որ ներդրում են կարել, որ եթե Ծառուկյան ներդրում արի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, չենք հանձնել։ Մենք միասին աշխատել ենք, մի սայրումից եմ։ Ցուցանել տանը, մարդիկ արդեն մի քիչ պնդվել են, չէ՞ որ Ծառուկյան թե ներդրում արի, ուրեմն մնալ։ Խոսքը գործ է։ Ես դրա համար հիմա ասում եմ, Ժողովուրդ ջան, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է ծրագիրը կազմել, որտեղ ինչա պետք։ Հիմա այստեղ ասենք սառնարանային համակարգ ստեղծեցին։ Մարդիկ բեզակալոնկային քայլ-քայլի վրա դնում, են դրեց ես էլ դրեմ։ Այս է ցավը տանեմ, սառնարան դրեք։ Բանկից փողը վեկալ սառնարանին 2 տարում փողը կփակես, կընդունես 100 դրամ, 150 դրամ, կվաճառես դեկտեմբերից հետո 200 դրամ, 300 դրամ, 400 դրամ։ Կարտանես Ռուսաստան, կարտանես արաբական երկիր, այն ժամանակ 1000 դրամ։ Միանգամից մեկի 3 գումար կաշխատես, իսկ որ անսահմանափակ Հայաստանում եք բոլոր տեղերը կարելի է դնել։ Առաջնային ժողովուրդ ջան, այսօր ես դա 21 թվականն եմ ասել, որ եթե մեկը չի կարասի Ծառուկյանը ճիշտ ծրագրեր չի առաջանում, դա հնարավոր չի։ Ամեն ինչ հնարավոր է։ Պետք է լիարժեք առաջին հերթին մարդկանց այսօր վարկերը ներում շնորհեն։ Պարտադիր, այսօր ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու, ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ է։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, կորոնավիրուս 2 տարի, պատերազմ ա եղել, մարդիկ չեն աշխատել, ապրել են, գոյատևել են, պարտքեր ա գոյացել։ Պետությունը հիմա 15 միլիարդ պարտք ունի։ Թող ասենք, թե 1 միլիարդ 100 միլիոնը կարողանում է 2,200,000 մարդու վարկերը զրոյացնի։ Երկիրա վիճակը սա, քո ժողովուրդը պետք է կարողանա ճայթից դուրս գա։ Տուշ տուգանքները կուտակվեն, նայում ես եսիմ 200,000, 300,000, եղբայր, պետք է դա ջնջվի, ժողովրդին պետք է շունչ տաս, կյանք տաս, հույս տաս, մի հատ էլ պետք է համաներում լինի, 10 տարի է, այսօր ասենք ոնց որ կալանավորների քաղաք լինի, եղբայր ջան, սաղ, բերդերը լիքը տեղ չկա, տները կալանավորված, այ եղբայր ջան, մի հատ ժողովուրդ ջան, ներում, Համաներում մարդիկ հիմա կարող է մեկը սխալվել է, մեկը եղել է, բայց չի կարելի մարդկանց կալանքի տակ համաներում պարտադիր, ասեմ, հնարավորություն տվեք, տեղում խոսքս գործ է, այն էլ է լինելու, բոլորն էլ լիարժեք բոլոր խնդիրները գիտենք, ցանկություն ունենք, հնարավորություն ունենք, թիմը ունենք, որ անմիջապես գիծը գծվելու է, մեր մոտ կապ չի ունենալու կուսակցական պատկանելությունը, կապ ունենալա մարդը, անձը, փորձը, արդյունքը, կա իրա ցավը տանեմ, միայն առաջ, որ կարգավորի մարդիկ էլ դե ձեր ցավը տանեմ, սպասում ասում տվեք, պահանջեք, ինչ որ ասեմ, արժանապատիվ եւ ազգի պատիվ այդ մեջներս կուղենք աշխարհում եք, մեզ կհարգեն, մեր հզորությունը հետ կվերադառնա։ Կարևոր է այս վիճակով օր-օրի առաջ չեն գնալ, դուք ինձ լավ եք հասկանում։ Ես երբեք բան չկա, որ ասած լինեմ, չանեմ, չի կարող այդ չիմանալ։